Դեռ միջև հիմա չեմ կարող հասկանամ ինչ կատարվեց, ինչի սենց կատարվեց։ Եռաբլուր գնդապետ Եթենիկյանը 6 տարի է ամոթով է բարձրանում։ Փախցնում է հայացքը Շուշին, Արցախն ազատագրած մարտական ընկերների աչքերից։ Բոլոր ամեն մեկը, որ ստեղ պարկած էին կհաղթելա։ Ովքեր որ սաղ մնացին, իրանք մտածեն, իրանք հաղթեցին, թե պարտվեցին։ Ես բոլոր պարկած տղաներ, ես իրանք պարկած եմ համարում, իրանք կան, կենթանի են, քանի իմ ու իմ նման մարդիկ այցելում եւ հիշում են իրանք մեր համար այն աշխարհում չեն, այս աշխարհում են։ Իրանք հոգիները հենց իմ ամեն այս դրոշակի հետ միասին սավառնում աստեղ։ Ու իրանք էլ չպարտվեցին, իրանք հաղթել են։ 20 տարեկան էր Արմեն Եթենիկյանը, երբ տնից փախավ ազատագրական պայքարին միանալու համար։ Լեգենդար հրամանատարների հետ է մի խրամատում եղել, դասեր, որ չի մոռանա երբեք։ Ֆիլմի ժապավենի պես աչքերի առաջ անցնում են հաղթական էջերը։ Ես 90-ականներին երբ որ գնացի, ես հյուսիս-արևելյան հատվածում էի, Իջևանի հատվածում էի, ընդամենը մեկ փողանի որսորդական հրացան էր։ Այն որ այսօր ասում են զենք լիներ բան, ուրեմն երբ որ դու որոշել ես քո կյանքը նվիրել ազգիդ ու պայքարիդ, դրանք ոչ մի բան չի քեզ խոչընդոտում ու չի խանգարում։ Ես գիտեմ, որ մենք հաղթել ենք այդ ժամանակ, դա իմ ուղեղից չի կարա ջնջվի։ Արցախն իր բաց վերքն է։ Մնացել է ու մնալու է։ Չփակված թեմա է, քանի դեռ ի վիճակի է գոնե մի գնդակ կրակելու, պայքարելու է հայրենիքի համար։ Գալու է այդ օրը, ու մենք բոլորից դա սպասելու ենք ու ստանալու ենք այդ խոսակցությունները։ Ինչի մենք կորցրեցինք, ում պատճառով կորցրեցինք, որովհետև ամեն Արցախի սանտիմի վրա իմ ընկերներից գոնե մեկի արյունը թափված է։ Երբ այդքան փայփայած Արցախում մի խաչքար են ջարդում ադրբեջանցիները, քանդում մեր եկեղեցիները, ջնջում հայկական հետքը, զայրույթից գլուխը կորցնում է հայ գնդապետը։ Ցավոք սրտի այս պապի տատին ջեդո բաբոն մնաց, որի համար անկեղծ սենց մխկտում է սիրտս, ու այս վերջերքս այդ կենթանիների պրոպագանդան նայելով, լսելով տեսնում ենք, որ արդեն դրան էլ են ուզում ձեռները երկարացնեն։ Հուսով եմ, որ ինչ-որ մի բան Աստված մեր կողմից կլինի ու իմ համար դա ցայտնոտ էր, էլի հասկանում եք, ոնց կարելի էր Արցախը կորցնել։ Արցախի համար 2020-ին էլ ողջ մնացած մարտական ընկերների հետ կռվել է Եթենիկյանը։ Այդ օրերին է ծանոթացել Ռզգո Սարանգյանի հետ։ Ազգությամբ եզդի տղամարդն ասում է, ցավոք այդ օրերին թիկունքը դավաճանված էր։ Մեկին փորին խփում են, ասում է, վախ, մեջքս ասում է, ինչու ես քո փորին, ասում է, եթե թիկունքս պինդ լիներ, դա ժողովրդական խոսք է, միշտ էլ ասվում է, իմաստնու խոսք, ասում է, եթե թիկունքս պինդ լիներ, ձեռքդ չէր ասնի իմ փորին։ Մեր զորքը, ես իմ ականատես եմ եղել, զորքը դավաճանված էր։ Արդարությունը վերականգնվելու է։ Եռաբլուրում մարտական ընկերներին խոստանում են 90-ականների հերոսները։ Համոզված են, որ միայն պատերազմով անցած ղեկավարները կարող են գնահատել այդքան սուրբ հողը։ Միայն կցանկանամ, որովհետև տեսել եմ հայի բասկի ուժը, կցանկանամ միասնություն, մի կողմի վրա դնել այս ամեն ինչը, թողնել, ասենք, պաշտոնը դա հավերժ տրված չի, նորից եմ կրկնում, թողել ամեն ինչ, թողնել այն մարդուն, որ կարողանա նորից այդ փառքը վերականգնի։ Փառք է զերոս, փառք բոլոր այս մեր ընկած նահատակներին, ձեր արյունը չի մնալու գետնին եւ ձեր հոգիների համար ներողություն ենք խնդրում ձեզանից։ Եռաբլուրում տոն է անկախ ամեն ինչից։ Այսօր ազատագրվեց Շուշին։ Եռաբլուրում կողք-կողքի են ծածանվում Հայաստանի ու Արցախի դրոշները։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։